Андрей, пойду. Տիկին Ջլակյան, այսօր Սպարապետի ծննդյան օրն է եւ ես ուզում ձեր կարծիք իմանալ, ինչ Հայաստան կունենայինք մենք այսօր, եթե Սպարապետը ողջ լիներ։ Առհասարակ քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է եւ որևէ մեկը չի կարող վստահաբար ասել, թե ինչպեսին կլիներ Հայաստանը։ Համենայն դեպս այն ուղին, որը որ 99 թվականից սկսած բռնել էր Վազգեն Սարգսյանը, մասնավորապես Կարեն Դեմիրճյանի հետ համագործակցությունը, այն դաշինքը, որ կազմել էին իրենք եւ նաեւ խորհրդարանում մեծամասնություն էին ձևավորել, խոսում էր այն մասին, որ Հայաստանը սկսում է իր խոստումնալից ընթացքը, այսինքն այն բոլոր բարդությունները, որոնք որ նախկինում Հայաստանը ունեցել էր, թվում էր արդեն մնում են անցյալում եւ նաեւ Վազգեն Սարգսյանը կարծես թե արդեն հենց ինքը դառնալով վարչապետ, ինքը մասնակցելով բանակցություններին խաղաղության շուրջ ինքը հասկացել էր Հայաստանի Հանրապետության հնարավորությունները եւ հետեւություններ արել, հետեւաբար բնականաբար տարիների հերվից նայելով այդ օրերին տպավորություն է, որ Հայաստանը Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դաշինքով ըստ էության սկսել էր հզորանալու ճանապարհ, որը ահաբեկչության պատճառով ընդհատվեց եւ շատ մեր պատմության ողբերգական աջերից մեկն է հոկտեմբերի 27-ը եւ շատ ցավալի է, որ առ այսօր իր վերջնական բացահայտումը հոկտեմբերի 27-ը չի ունեցել եւ մեր պետությունը գլխատածների պատվեր տվողներ իրենց արժանի պատիժը չեն ստացել։ Համենայն դեպս կարծում եմ, որ դա նաև դաս է եղել այդ ողբերգությունը, այդ ահաբեկչությունը դաս է եղել նաև Հայաստանի Հանրապետության համար եւ 18 թվականից այս կողմ մեր բռնածուղին Հայաստանի Հանրապետության սկսած նոր վերելքը այլևս անկասելի է լինելու նաև հաշվի առնելով հոկտեմբերի 27-ից մեր ստացած դասերը եւ նաև Վազգեն Սարգսյանի արած սխրանքները եւ նաև սխալները Հայաստանի Հանրապետությունում։ Ես կարծում եմ այդ ամեն ինչը մեզ համար պատմության դասեր են, որոնք որ մենք պետք է հաշվի առնենք, հաշվի ենք առնում եւ նաև այդ ամեն ինչը հաշվի առնելով մեր քաղաքականությունները մշակում ենք եւ առաջ ենք շարժվում։ Ինչ Հայաստան կունենայինք այսօր, եթե Սպարապետը ողջ լիներ, ուղղակի օրվա խորքի հետ կապ։ Եթե 99 թվականին չլիներ Վազգեն Սպարապետի առհասարակ պետականության գլխատում, այդ թվում Վազգեն Սպարապետի սպանությունը, մենք չէինք ունենա մերօրյա Հայաստանում իրավիճակ եւ պետք է փրկել պետականությունը, որտեղ վերջին տարիներին մենք պետականություն ենք փրկել բառացիորեն։ Այն ինչ Վազգեն Սպարապետը համարում էր ամենամեծ արժեքը որպես քաղաքացու կյանքում իրողություն։